Ինչ ուժեր են ներգրաված փրկարար ծառայությունից։ Այս պայդրությամբ փրկարար ծառայությունից ներգրաված 232 փրկարական ծառայող, ներգրաված են հարակից կողքի մարզերի փրկարար ծառայողները, հատուկ նշանակության փրկարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարները։ Ինձ հատուկ նշանակությանն էր հետաքրքիր, իրենք նաև ինսարագի անդամ են, չէ՞, այսինքն փրկարար ծառայությունը, իրենք հիմա Նաև մարզային կառույցներից ընդգրկված ինսարագ անդամ փրկարար ծառայողներ ունենք։ Իրանք ինչով են առանձնանում հիմա իրենց աշխատանքում այստեղ։ Իրանք կոնկրետ առանձնանում են փլատակների հետ աշխատելու, ջրահեղսման դեպքերի հետ աշխատելու, նման փրկարական աշխատանք։ Ես տեսա նաև, որ միայն փաստորեն Գեղարքունիքի մարզի փրկարարները չեն, նաև այլ Տավուշից, Կոտայքի մարզից են, Չարենցավանից տեսա փրկարարների։ Այո, տարբեր մարզերից ընդգրկել ենք։ Այսինքն ծավալը դեպքի այնքան մեծ է, որ տեղի ուժերը չեն Չէ, ասեմ ձեզ, ուղղակի հերթափոխով աշխատում են, իրար փոխարինելով, որպեսզի չհոգնեն հերթափոխով աշխատելու համար, քանակը այդքան առավել։ Մի բան էլ դուք ինչ նախնական այսպես պատկերացում ունեք, որոնվող անձինք կենթանի են, թե կենթանի չեն։ Հույս կա, որ կենթանի դուրս կբերեն։ Հույս միշտ կա, հույս ունենանք, որ կենթանի են։ Աշխատենք։ Բայց դեռ չգիտեմ, ինչ-որ ձայն լսել, ինչ-որ ազդակներ, որ մարդկանց։ Այս պահի դրությամբ չեմ կարող նման բան ասեմ, թողեք աշխատենք նոր։ Թող աշխատենք, փրկարական աշխատանքներ իրականացնենք։ Հիմա ինչպես տեսնում եք, կառուցատայերը հեռացնում ենք, որպեսզի կարողանանք փլատակի տակից մարդկանց հեշտությամբ ազատել։ Ենթադրում երևի անջատվել է ամբողջ գազի սնուցումը։ Գազ, հոսանք, ամեն ինչ անջատված է։ Ջուր։ Իսկ քրեական գործ կա առուցված։ Իհարկե քննիչներն եկել են, մահվան դեպք կա, բնականաբար քրեական գործ կա առուցվել։